Իմ առաջին աշխատանքը եղել է Գահուկի սրահում համագործի օպերատոր։ Ունեցել եք արդյոք մենթոր, հա, երբ նոր եք սկսել ձեր կառավարչական, առաջնորդական փորձը։ Ու մեր ամուսնության կյանքի ամենաոսկի որոշումն էր, որ գնում ենք Արցախ։ Եվ սխալն էլ ակնհայտ չի, չէ՞։ Ճանապարհի ընթացքում լինում են սխալներ։ Կարևորը ընդունենք սխալները, սովորենք այն սխալներից ու շարունակենք մեր ճանապարհը։ Ղեկավար ես, կամ հավաքարար ես, կամ վարորդ ես, մարդ ես։ Ողջույն բոլորին, ես Լուիզան եմ Ստաֆեմից, բարի գալուստ Beyond Podcast։ Այսօր մեր հոբելյանական էպիզոդն է, 50-րդ էպիզոդը։ Հավատս չի գալիս, որ մենք փաստացի 50, այսինքն սա արդեն, հա, 50-րդ էպիզոդն ենք նկարում, եւ շատ ուրախ եմ, որ մեր 50-րդ հոբելյանական էպիզոդը նկարում ենք շատ հատուկ հյուրի հետ։ Բարև ձեզ, պարոն Երիկյան։ Բարև ձեզ։ Իմ այսօրվա հյուրն է Յուքոմի գլխավոր գործադիր տնօրեն Ռալֆ Երիկյանը, ում հետ շատ շուտվանից էի ցանկանում հանդիպել եւ podcast եւ հարցազրույց ունենալ։ Շատ շնորհակալ եմ, պարոն Երիկյան, ձեր զբաղված օրվա մեջ մեզ համար ժամանակ հատկացնելու եւ այսօր իմ հյուրը լինելու համար։ Ընտրեմ, շնորհակալություն։ Սկսենք ամենասկզբից, հա, ամենակարևոր ազդեցությունը, եթե նայեք ձեր կյանքում եւ մասնագիտական որոշումների առումով, ով է եղել կամ ինչ հանգամանք է եղել, որ մեծ ազդեցություն է ունեցել։ Մի քիչ իմ բարակայում բարդ է։ Ես քաղաքացիական պատերազմում մեծացած երեխա եմ եղել։ Քաղաքացիական պատերազմը շարունակեց իմ պատանեկան տարիներին եւ սկսնակ երիտասարդական տարիներին, եւ որ ավարտում էի համալսարանը, դեռ քաղաքացիական պատերազմը կար։ Մենք միշտ մտահոգվում էինք, թե վաղվա օրը ոնց է լինելու։ Արդյոք տեսնելու ենք, արդյոք լինելու է, արդյոք կհասցնենք ավարտենք, արդյոք աշխատանք կգտնենք, արդյոք ինչ որ ցանկանում ենք ունենալ կկարողանանք, բայց անցան տարիները աշխատանքի իմ կարիերայի սկիզբը շատ հետաքրքիր էր։ Ես սկսեցի համալսարանից դուրս, որտեղ համալսարանում աշխատում էի, բայց դա հաշիվ չէ։ Համալսարանից դուրս ավարտելուց հետո իմ առաջին աշխատանքը եղել է Գահուկի սրահում համագործի օպերատոր։ Մուտքագրում էի հաշիվները եւ որ սրահում ինչ որ գահուկ էր վաճառվում։ Ու այսպես կարիերան սկսվեց աստիճանաբար, այսպես ասած, բարձրանալ աստիճանը, որտեղ աստիճանը միանգամից չպետք է թռնել վերև։ Այո։ Պետք է տարիների ընթացքում կամաց բարձրանալ, որ համապատասխան փորձ բերվի։ Հնարավորություն դրվեց ինձ, որ մեկնեմ արտասահման, այսպես ասած, դա լավ հնարավորություն էր, որտեղ քաղաքացիական պատերազմից զսված, հոգնած, հուսահատած, ցանկացած երիտասարդ, եւ որ իրեն դրվի հնարավորություն, ինքը պիտի ուզենա մեկնի արտասահման, ու այդ արդեն բացեց ուրիշ ճանապարհ։ Լինի շփվելով բազմատեսականի ազգերի հետ, ու այդ շատ կարևոր է, որ հասկանում ես ուրիշը ոնց է մտածում, կյանքին ոնց է նայում, այն բառը, որ քեզ համար մի իմաստ ունի, ուրիշին բոլորը ուրիշ իմաստ ունի։ Ու այդ շատ կարևոր էր շփումի առումով եւ ինչ որ մտածելակերպ ձևակերպելու առումով։ Ու երկար տարիներ մնացի արտասահմանում, տարբեր երկրներում, ու դա ինձ բավական օգնեց կերտել կամ ստեղծել այն մասնակցված մարդկային տեսանկյունից ինչ որ յուրահատուկ փորձ կամ փորձություն, եւ այդ տարիների ընթացքում այդ փորձության վրա հիմնված ողնաշարը ուժեղանում էր, բայց դա չի նշանակում, որ անթերի էի, չէ, սխալներ անում էի, բայց ամենակարևորը սխալներից սովորել պետք է։ Մինչև 90 մոտավորապես 96 թվականին արդեն ինձ արիտ տրվեց, որ ես լինեմ ինչ որ մի պաշտոնի, որտեղ որ ղեկավար պաշտոն է։ Մի անգամից ուրիշ աշխարհ է, որովհետև պաշտոնում որ լինում ամարտ, ինքը պետք է կարողանա որոշում կայացնել։ Եվ որ փորձը շատ չի, որոշում կայացնելը երբեմն դժվար է լինում, որովհետև պետք է հիմնված լինի փորձի վրա։
բայց այստեղ է հետաքրքիրը, որ եւ որ ղեկավար ես ու ինչ որ ճաշտոնի վրա ես եւ փորձդ քիչ է, ամոթ չի հարցնել, ամոթ չէ խորուրդ հարցնել, ամոթ չէ փորձել ինչ որ ուրիշներից իմանալ։ Այսօրվա աշխարհը մի քիչ փոխվել է այն առումով, որ եթե մի բան չի դիրապետում մեկը, մտնում է ինտերնետ աշխարհ, որոնում է, փորձում է, որտեվ նյութերը շատ են, դարբեր թեմաների վերաբերյալ։ Առաջ այդ հնարավորությունը չկար, փորձառու մարդկանց պետք է հարցներ ու հիշում եմ մոտավորապես 26 տարեկան էի եւ որ ես ավելի ճիշտը ոչ թե 26, այլ 28 տարեկան էի մոտավորապես եւ որ այդ ճաշտոնին էի։ Իսկ քանի տարեկան եք որ մեկնեցիք արտերկիր եւ որ երկիր եք մեկնել։ 93 թվականին էր սկիզբը մոտավորապես 25-26 տարեկան էի։ Մեկնել եմ ամենաառաջին իմ անկրվանը եղել արաբական երկիր Կատարը Դոհայում էր, այն ժամանակվա Կատարը կամ Դոհան մայրաքաղաքը այսօրվա Կատարի կամ Դոհայի չի համեմատվի։ Այն ժամանակ մի քիչ շատ ավելի դժվար էր, պայմանները ուրիշ էին, շոկը լավ զգում էինք եղանակային, բայց լավ ստարտ էր, այսպես ասած, որ ճանաչել ծայրահեղությունից ծայրահեղություն գնալու եմ, ճանաչել ամերիկացուն, կանադացուն, արգենտինացուն, հույնին, ֆրանսացուն, անգլիացուն, հնդիկին, պակիստանցին, բենգլադեշցիին, եգիպտացիին, սուդանցիին, ալջերցիին, իհարկե լիբանանցին կա ու կա, սիրիացին էլի կա ու կա, այս բոլորը դարբեր խառնուրդի բարսիկին, իրանցիին, աֆղանիստանցին, այս բոլորը դարբեր խառնուրդներ էին, դարբեր մտածելակերպեր, դարբեր մշակույթներ, դարբեր տավանանքների ժողովուրդ են, դարբեր կյանքի հանդեպ նայվածքների ժողովուրդ են ու շատ հետաքրքիր էր, ել չեմ ասում դեղական ժողովրդի մարդկանց, որ բոլորովին պետրոլի ժողովուրդ են, այսպես ասած, իրենք կյանքին բոլորովին ուրիշ տեսակ էին նայում, ու այնտեղից վերցնել լավը, վերցնել ամեն ինչ, զդել, բահեր լավը ու ջրել այսպես ասած վատը։ Դուք նշեցիք, որ շատ ավելի դժվար էր, 30 տարի առաջ չկար ինտերնետը, չկար AI-ը, որպեսզի հարցեր եւ այլն ուղղել։ Ունեցել եք արդյոք մենթոր, երբ նոր եք սկսել ձեր կառավարչական, առաջնորդական փորձը, որը որ օգնել է ձեզ, ինչ որ չգիտեմ, հետաքրքիր իրավիճակներ են եղել, որի ժամանակ գուցե չեք իմացել ինչ անել, ունեցել եք նման մենթոր։ Չէի ասել, այսպես յուրահատուկ մենթոր կար, իմ բնավորությունից ելնելով սիրում էի կարդալ։ Ինչ ստացվում էր կարդալ, գիտելիքի տեսանկյունից, որ գիտելիք ձեռք բերել, կարդում էի, ու կարող է ասել ոլորտային մենթորություն կար, այսինքն սպորտում եթե նայենք, կար մի ֆուտբոլիստ, որը դուրս գալիս էր, հետևում էի մի քիչ, իր գերբարից ինչ որ որոշ բաներ դուր գալիս էր, կար օրինակ Ֆորմուլա 1-ում մի վարորդ, որը հետևում էի, իր գերբարից ինչ որ հանգստություն, այսպես ասած, տպավորում էր, բահիդակ ողորմած հայրիկիս ինչ որ հարցերով թիմում էի, ընկերների շրջապատ կար, բաներ էր տեղի ունենում դուր չէր գալիս, բաներ տեղի ունենում դուր գալիս էր դրանից սովորում էի, բայց որոշ արժե համակարգ էր, այսպես կամ արժե համակարգ ասենք եւ արժեքների հավաքածուներ դուր գալիս էր, որ տեսնում էի իմ ողորմած հայրիկի մեջ։ Դրանք վերել եմ իմ մտածելակերպի մեջ, այսպես տեղավորել եմ, զտեղել եմ ու դրանց վրա աշխատել եմ, որ ավելի զարգացնեմ, որովհետև այն ժամանակվա հնարավորությունները եւ որ ինքը երիտասարդ էր ուրիշ է, իմ ժամանակ ուրիշ է ու զարգացնել դարիների ընթացքում, որ ձևակերպի էլ ավելի լավ այսպես արժե համակարգ։ Պարոն Գիրիկյան, բավականին երկար ժամանակ աշխատել եք, ապրել եք տարբեր երկրներում եւ շատ հետաքրքիր է կիսվեք ինչպես եք Հայաստան տեղափոխվել, ինչպես եք այդ որոշումը կայացրել եւ արդյոք մինչ այդ հաճախ եք եղել Հայաստանում կամ ընդհանրապես Հայաստանում եղել եք թե ոչ։ Շատ հետաքրքիր էր պատմությունը այն դարիներին եւ որ ամուսնացա ես ու դիկինս իրար միացանք ամուսնությունից
2 տարի հետո, որտեղ ինքը աշխատում էր Բեյրութում, ավարտած համալսարանի հիվանդանոցում, ինքը բարձրավոր էր 3 տարի աշխատել այնտեղ, պայմանագրային բարձրավորություն կար, ես արտասահմանում էի, երբ արիք լինում էր գալիս է Բեյրութ, վերջը որ ինքը այդ բարձրավորությունը ավարտեց 98 թվականին միացավ ինձ, այն ժամանակ ես Կիպրոսում էի։ Վերջը տեսանք, որ Կիպրոսում իր համար դժվար էր, որովհետև ինքը բուժքիր էր ավարտել։ Կիպրոսում այն հիվանդանոցում, որ աշխատում էր, հիվանդների մեծամասնությունը դարիքով հիվանդներ էին, միայն գիտեին հունարեն։ Ոչ անգլերեն էին խոսում, ոչ մի ուրիշ լեզու, ոչ հայ կար իրենց մեջ, ոչ արաբերեն, ստիպված ուշ երեկոյան, այսպես ասած, գիշերօթիկի դպրոցի երկնում, որ լեզուն սովորեր, ու դա այն վրա մի քիչ ձանր էր, նստում, աստում էր, որ նոր հարց է, այս ինչի համար պիտի այսքան դանջվի եւ այլն, ու հնարավորություն ստեղծվեց, որ ես աշխատանքի անցնեմ հեռահաղորդակցության ոլորտում մի ընկերության մեջ Լիբանանում։ Ու դա ստացվեց ու այնտեղից 99 թվականին իմ մուտքն էր TV հեռահաղորդակցության աշխարհ։ Գնացինք, տեղափոխվեցինք Լիբանան, աշխարհը այսպես մանկալուց հետո աշխարհում աշխատելուց այո վերադարձել Լիբանան։ Լիբանանում մեր հանգրվանը դեվեց մոտավորապես 1.5 տարի։ Ընթացքում այդ 1.5 տարվա ավարտին այն կազմակերպության մեջ, որ աշխատում էի, ինքը շարժական կապի օպերատոր էր։ Լիբանանում կար 2, դեռ 2-ն են։ Այդ կազմակերպությունը համագործակցում էր ինչ-որ մի ներդրողի հետ, ողորմի իրեն հիմա ինքը կենթանի չի, որտեղ Արցախում արդեն ներդրում էր անելու հեռահաղորդակցության ոլորտում։ Եվ այն կազմակերպության մեջ, որ ես աշխատում էի, գային միայն 3 հայեր, ամենաավակը, այսպես պաշտոնով ես էի։ Ինձ առաջարկեցին, իհարկե ես ուրախացա, որովհետև դա մտքովս ալ չէր անցնում։ Եվ հեռահաղորդակցությունն էլ նոր ոլորտ էր, չէ՞, փաստացի նոր զարգացող, շատ հեռանկարային։ Ու ես հայրենիքում չէի եղել։ Սկիզբը եկա 40 օր, առաջին ժամանելս եղավ օգոստոս 21 2001, 40 օրով մի անգամից մեկնեցի Արցախ, 40 օր հետո վերադարձել եմ զեկույցս տվել եմ, հոկտեմբերին ինձ ասել եմ, որ նույն տարին ցեզ պետք է գործողենք 6 ամսով, որ դուք հանցն առնեք, գարկի բերեք եւ այլն, 6 ամիս հետո ծեր գործողումը արդեն որ լրանա, կվերադառնաք, այն ժամանակ ես ասեցի, որ ես իմ առիթն է, ես բաց չպետք է թողեմ ու ասեցի ես առանց ընտանիքի չեմ գնա։ Այո։ Ասեցին մի աննշան, այսինքն ես փորձեցի մի քիչ ինձ ծանրացնել, այսպես ծանր ծախել։ Իսկ եթե ասեին չէ, առանց ընտանիք պետքա գնայք, ինչ կանեիք։ Ես գիտեի, որ ինձ ուզում էին։ Հա, հասկանալի։ Ու ես ուզում էի արիթից օգտվեի, եւ մեր աղջիկը 17 ամսական էր, փոքր էր։ Ուրեմն գնացել եմ, ասեցի պետք է իմ ընտանիքի հետ քննարկեմ, իմ դիկնոջս հետ, ասեցի միանշանակ, բայց վաղ ամես պատասխանով կվերադառնաս, ասի այո, բայց ես մեջից երում էի։ Արդեն այնքան ուրախ էի, գնացել եմ տուն, դիկնոջս հետ խոսել եմ, 4-5 րոպեվա ընթացքում մենք կայացրինք որոշում, ու մեր ամուսնության կյանքի ամենաոսկի որոշումն էր, որ գնում ենք Արցախ։ Մեզ համար գնում ենք հայրենիք, որովհետև ինչ սովորել ենք դպրոցում։ Այո։ Լինի հայոց պատմություն, լեզուն, աշխարհագրությունը, ամեն ինչը, գրականություն, քերականություն, ու մեկնեցինք երեխու հետ, նոյեմբերի կեսերին մեկնեցինք, ժամանել ենք Երևան ու մի անգամից դեպի Արցախ, ու 6 ամիսը արդեն դարձել է համարյա 25 տարի։ Ու երեխեքը, երկրորդ երեխան ալ ծնվեց, մեծացան այստեղ, մանկաբարձ, դպրոց, մեկը ուսանեց արտասահմանում, մյուսը ուսանեց այստեղ ու աղջիկը արդեն ամուսնացել է, մնում այստեղ ինքը չմնաց արտասահմանում, վերադարձավ ու դրա համար ես շատ գոհ եմ ու ուրախ եմ։ Ես ու մայրիկը
ու դիկինս ու հիմա էլ տղեն այդ ճանապարհով է ու կարծում եմ որ չեմ ասի բախտեր գասեի որ հնարավորություններ որ ճիշտ բահին բռնեցի այդ հնարավորությունը այդ պայմանները որ առաջ քաշեցի ու իրենք ընդունեցին դա մեր ճանապարհը բացեց այո եւ դրանից հետո ինչ կատարվեց եւ ինչ փոփոխություններ բերեցիք այդ արդեն մենք գիտենք բայց ուրախ եմ շատ որ կիսվեցիք այդ պատմությամբ ես շատ մանրամասները չգիտեի Պարոն Գիրիկյանցեն շատ կտրուկ անցում անենք դեպի տեխնոլոգիաներ, դեպի AI, դեպի արհեստական բանականություն, որի մասին այսօր հաստատի բոլոր թեմաներից խոսելիս անպայման AI-ն էլ մասնակցում հեռահաղորդակցության ոլորտում ինչ փոփոխություններ ա բերում արհեստական բանականությունը եւ դուք արդեն հաստատի 30 տարի այդ ոլորտում եք, հա, հեռահաղորդակցության ոլորտում եք եւ Հայաստանում եւ դրանից առաջ այլ երկրներում ինչպես եք տեսնում ամենամեծ փոփոխությունը, որ արհեստական բանականությունը բերում է։ Այսօրվա աշխարհի թեման արհեստական բանականություն է։ 10 տարի առաջ այդ չէր։ 10 տարի առաջ տվյալների փոխանցման բումն էր։ Աճն էր։ Ես հավատում եմ, որ 10 տարի հետո արհեստական բանականությունից չենք խոսալու, ուրիշ նոր բան լինելու տեխնոլոգիական ֆոնի վրա։ Դե հիմա ինչ խոսք, արհեստական բանականությունը ինքը եթե բարձ պետք է բացատրել, ինքը ինչ որ ծրագիր է կամ ծրագրերի հավաքածուներ են, որ շատ ճկուն ու արագ ձևով կարողանում են տվյալները, որ իրենց տրվում է, մուտքագրվում է այդ ծրագրի դաշտը, վերլուծեն այնպիսի արագությունում, որ սովորական մարդը չի կարող այդ արագությամբ վերլուծել։ Այսօր եթե մենք ինչ որ վերլուծություններ պետք է անենք, Excel-ներ պետք է կառուցենք, կապենք իրար հետ, ինչ որ մակրոներով, ֆորմուլաներով, դեպում է օրեր, երբեմն շաբաթ, մինչև ինչ որ հասնենք արդյունքի։ Ինքը կարողանում է վայրկյանական կամ 1, 2, 3 րոպեների ընթացքում տարբեր վերլուծություններ անի եւ տարբեր առաջարկություններ տա։ Բայց նյուանսը այստեղ որը շատ կարեւոր է, արհեստական բանականությունը որոշում կայացող չի։ Արհեստական բանականությունը միայն գործիքակազմ է։ Որոշում կայացնողը մնում է մարդը։ Այսինքն մենք սկիզբը որ արհեստական բանականությունը ասպարեզ եկավ, բոլորը վախեցան, բայց մենք մոռանում ենք, որ մարդն է, որ աշխատացնում է, մարդն է, որ տվյալներ տալիս է, մարդն է, որ պահանջում է ինչ որ այս ուղղությամբ կամ այն ուղղությամբ ինձ պատասխաններ տուր, եւ մարդն է, որ օրվա վերջ որոշումն է կայացնում։ Իհարկե, կարող է մարդը ճիշտ որոշում կայացնել, կարող է թերի սխալ որոշում կայացնել, դա չենք քննարկում, բայց մենք քննարկում ենք արհեստական բանականությունը ինքը արագացնում է շատ աշխատանքային գործընթացներ, որը կարող է բերել խնայողության, որը կարող է բերել արդյունավետության, որը ցանկացած արևդրային բիզնես մոդել միշտ նայում է թե ես ինչպես իմ շահութաբերությունը, ինչպես իմ գործառնական շահույթը, օրինակ մեր լեզվով հեռահաղորդակցությունում ասում ենք EBITDA, գործառնական շահույթն է, ինչպես դրանք կարող եմ լավացնել կամ բարելավել, բայց մյուս կողմից, եւ որ այս արագությունը մտնի, ու մարդ սկսում է շատ կարճ ժամկետում ինչ որ արդյունքներ ձեռք բերել, ուրեմն իբրև ընկերություն սկսելու է մտածել, թե ինչի բահում եմ մարդկանց այս պաշտոններում։ Ճիշտ է, որտեվ ծախս է, որտեվ ինքը բերա նստում է կու balance sheet-ի մեջ։ Հետևաբար այս մարդկանց կրճատելու փոխարեն կարող ես տեղափոխես ուրիշ տեղ։ Այս լավ միտքն է, բայց վատ միտքը նա որ կրճատեք ու վերջ։ Էլի այնտեղ խնայենք։ Այսպիսի մի ուսումնասիրություն էի կարդում, որ AI ագենտները, հա, արհեստական բանականությամբ աշխատող ավտոնոմ ագենտները, երբ չափել են
իրենց առանձին ինչ արդյունավետություն ունեն եւ ինչքանով են օգտակար եւ երբ չափել են այն թիմերի արդյունավետությունը, երբ մարդը եւ agent-ը, agent-ն իրար հետ են աշխատում, միանշանակ երկրորդի դեպքում շատ ավելի բարձր է եղել ու այդտեղ նաև խոսում էին այն մասին, որ 30, չէ, մի քիչ ավելի շատ, 40 եւ ավել տարի առաջ, երբ համակարգիչներն էին տենց շատ մտնում ինդուստրիա եւ բիզնես, տենց մի հատ բան էր, որ համակարգիչները որոշում կայացնելու համար չեն։ Շատ տարբեր է AI-ին մոտեցումը, մարդկա համեմատում է դա էլեկտրականության հայտնագործության եւ լայն կիրառության հետ, մարդկա ուղղակի համակարգիչների եւ այլն, բայց շատ համաձայն եմ ձեզ հետ, որ այն ամեն դեպքում մարդուն փոխարինելու համար չի, այլ իր արդյունավետությունը բարձրացնելու։ Յուքոմի մասով մի փոքր կկիսվեք արհեստական բանականության ինչ ոչ թե գործիքներ, այլ ինչպես է այն կիրառվում եւ Յուքոմը ինչ մասով է այդտեղ ոնց որ միան Յուքոմը չէ։ Բոլոր հեռահաղորդակցությունում եւ հեռահաղորդակցության ոլորտից դուրս բոլոր ընկերությունները այսօր փորձում են գտնել ծրագրեր, որ իրենց աշխատանքը կարակացնի եւ կհեշտացնի։ Օրինակ Յուքոմի դեպքում վերջերս մենք կորզարկել ենք մի AI ծրագիր կամ արհեստական բանականության ծրագիր, որ կարողանում է զանգերի ընթացքում, երբ զանգում է բաժանորդը զանգի կենտրոն կամ հակառակ, մենք ենք զանգում բաժանորդին, աղմուկ է լինում։ Դե զանգողի կողմից ստացողի կողմից ինքը մտնում մաքրում է այդ աղմուկը եւ զանգը ավելի մաքուր է ստացվում եւ զանգողը ու զանգվողը իրար ավելի հանգիստ լսում է։ Ես մի օրինակ էլի կա ծրագիր, որ կարողանում է ինչ-որ որոշ դվյալներ վերցնի, որ հաշվառման կենտրոնում են, ու ինքը կարողանում է ավելի հասկանա բաժանորդների տրենդերը, ու ինքը կարողանում է ինչ-որ վերլուծության շնորհիվ առաջարկի ինչ-որ ելքեր կամ լուծումներ։ Ու օրինակները շատ են։ Այսօր արհեստական բանականությունը դառնում է անբաժանելի մաս այնպիսի բանից, որ մեջը կա տեխնոլոգիա, որտեղ ինքը software-ներ է օրվա վերջում, ծրագրեր են, որ անում են իրենց գործը, արագացնում են ինչ-որ ընթացք, ու դրանից չի պետք է վախենալ ու չպետք է խոսապիլ։ Բայց ամենակարևորը էլի անդրադառնում են, վերադառնում են այն մտքին, որ մարդ պետք է ինքը հասկանա, թե ինչպես ճիշտ որոշում կայացնի։ Միանշանակ եւ նաեւ որպես եթե դիտարկենք ընկերության օղակները, սպասարկման օղակը, back office օղակը, հետո արդեն ղեկավարների եւ միջև գլխավոր գործադիր տնօրեն։ Եվ ենթակառուցվածքային օղակը, որը ամենաբարձրն է, ամենախոշորն է։ Որտեղ որ փաստացի համարյա բոլոր կետերում արհեստական բանականությունը ունի հնարավորություն ներդրվելու եւ փոփոխություն բերելու ընդհանուր միջև ձեր առօրյա աշխատանքը։ Դուք շատ եք օգտագործում առօրյա աշխատանքում։ Ես չեմ օգտագործում։ Չեմ օգտվում, ես միշտ խորհուրդ եմ տալիս, հատկապես երբ այդ GPT-ները դարբեր տեսակի անունները շատ են, այսօր չենք ուզում այսպես գովաստել, պետք է միշտ ուշադիր լինել, որտեղ այսօր մարդիկ առանց գիտակցելու մտնում են իրենց անձնական հարցերը դնում են այնտեղ, որ ինչ որ վերլուծություն կամ պատասխան, բայց ինքը մյուս կողմից էս ծրագիր է։ Ինքը մյուս կողմից անգլերենով ասում են profiling-ը անում, այսինքն ձեր անձնական տվյալները ինքը բահում է ինչ որ միտեղ, ու այդ միտեղը ինչ որ մուտք ունի ուրիշ մեկը, որ կարողանա օգտագործի, որ ինչ որ էլի վերլուծություն անի ձեր հանդեպ, ձեր միջավայրի հանդեպ, ձեր շրջապատի հանդեպ, որի համար լավ բան չի եւ պետք է ուշադիր ու զգուշ լինել։ Այո, այսօր աշխատանքի ժամանակ լինում է ինչ որ մի թեմա, հարցադրվում ու պատասխան է գալիս։ Նորից այդ հարցը որտակ ինքը պատասխանը մի քիչ էլ ավելի լավ է գալու։ Կարևորը օգտվել այդ պատասխանից, որ ինչ որ մի ձևով օգնի որոշում կայացնելը։ Մարդ երբեմն պետք ունենում է, որ օգտվի այդպիսի գործիքներից։ Ես անձնապես չեմ օգտվում, չեմ ցանկանում, երբեմն որ մտնում եմ ինտերնետ որոնելու ինչ որ մի թեմայի շուրջ, ինքը պատասխաններ գալիս է, այնտեղ կա ինչ որ AI հատված, այդ AI-ից չեմ օգտվում։ WhatsApp-ի վրա կա, այդ հավելվածների վրա կա, չեմ օգտվում, որովհետև ես հասկանում եմ, որ այնտեղ profiling գնալու է։ Ճիշտ է, ինքը արդեն գնում է profiling-ը, եւ որ այս սոցցանցի հավելվածներից օգտվում ես,
արդեն պրոֆայլինգը գնում է, բայց խորացնելու կարիքը չկա։ Okay, հետաքրքիր է։ Յուքոմում ամենաշատը ինչով եք հպարտանում Յուքոմի ձեր մինչ օրս արված աշխատանքով, այ որ կարող լինի ինչ-որ CSR ծրագիր, գուցե աշխատակիցների հետ կապված, թիմի հետ կապված առհասարակ։ Ես սիրում եմ մեր Յուկոմի բոլոր գործընկերներին։ Մենք խոշոր ընտանիք ենք։ Յուկոմում իմ միանալուց հետո մենք սկսել ենք այնպիսի ճանապարհ, որը դանում է Յուկոմին աճի, զարգացման, ու արդեն մենք տեսնում ենք, ականատես ենք 3 տարի անց արդեն Յուկոմը բավական ճանապարհ է անցել, բավական այսպես բարձր դիրքերի է հասել, ու մենք շարունակելու ենք այդ ճանապարհը, ու դա հպարտություն է։ Այսօր եթե մենք նայենք Յուկոմի ձեռք բերած արդյունքներին, ու համեմատենք մի տարի առաջվա, 2 տարի, 3 տարի, 5 տարվա առաջվա արդյունքներին, նշանակում է, որ Յուկոմը բավականին հաջող ձեռքբերումների է հասել, նվաճումների իրականացրել, ավելին ասեմ, այսօրվա դրությամբ մեր երկրում 5G առաջամարտիկը եղել է Յուկոմը։ Այո, գործընկեր օպերատորները որոշ տեղերում, որոշ ուղղություններում ավելի շուտ են սկսել, բայց մենք ունեցանք համարձակությունը, որ բոլոր Հայաստանով մեկ տարածենք այս ցանցը, որտեղ մենք հավատում ենք ինքը հասանելի պետք է լինի բոլորին եւ չպիտի սահմանափակված լինի ինչ որ մի տարածքով։ Եվ մեր այս տեսլականը գիսեց դնորենների խորհուրդը, որոնք ներկայացնում են մեր բաժնետերերին ու իրենք հավատացին ու դա մեզ տվեց բավական ուժ, որ մեզ տարավ առաջ ու մենք կարողացանք դա իրականացնել։ Ու աշխատանքները չկանգնեցին։ Մենք այսօրվա դրությամբ ազգաբնակչության 94.4% ապահովում ենք 5G ռադիոծածկույթով, մենք աշխատում ենք ու մինչև տարեվերջ ուզում ենք այս ցուցանիշը ավելի բարելավենք, հաջորդ տարի էլ ավելի բարելավենք, որովհետև էլի կրկնում եմ, կապը բոլորի համար չպիտի լինի սահմանափակված ինչ որ մի տարածքով։ Բոլորի համար, այսինքն բոլոր Հայաստանի ողջ տարածքում պետք է լինի համապատասխան նոր տեխնոլոգիաները։ Իսկ այդ հաջողության ոչ թե հետևում, այլ հաջողության հիմնական մոտիվացիան ո՞րն է։ Երկրի համար, երկրի մակարդակով կարևոր բան անելը, աշխատակիցների եւ գործընկերների կյանքում փոփոխություն բերելը, եթե այդպես ընդհանուր պատկերով նայեք, պարոն Գիրիկյան, ի՞նչն է ձեզ անձամբ ամենաշատը մոտիվացնում։ Ինքը բոլորի համար։ Սկսած անհատից, վերջը աշխատանքային խմբի մակարդակի ենք անցնում, վերջը ընկերության համար, վերջը բաժնետերերի համար, վերջը ոլորտի համար, վերջը տնտեսության համար, վերջը միջավայրի համար, վերջը հասարակության համար, ամենակարևորը երկրի համար։ Այսօր երկրի անունը հերահաղորդակցության կարդեսի վրա իբրև վարկանիշ բարձրանում է, եւ որ մենք ասում ենք, որ մեր երկրում կա այս համապատասխան տեխնոլոգիաները։ Ու այս գործի մեջ միայն մենք մենակ չենք։ Մեր գործընկեր մրցակիցներն ալ բավականին մեծ գործ են անում։ Միասին մենք կարողանում ենք հերահաղորդակցության ոլորտը հասնել այն մակարդակի։ Ընթացքում այո, իրականացվում են սոցիալական ծրագրեր, իհարկե դրանք շատ կարևոր են, որովհետև բիզնեսը եթե զարգանում է, չի կարա ուրանա կամ չի կարա անդեսի հասարակությունը, չի կարա անդեսի իր շրջապատը, միջավայրը, պետք է միշտ ցերկ մեկնի ու այս փիլիսոփայությունը անգլերենով ասում են return back, վերադարձնում ես ինչ որ մի բան հասարակություն, որովհետև հասարակության շնորհիվ է որ քո բիզնեսը շարունակում է զարգանալ, որովհետև հասարակությունն է օգտվում քո բիզնեսից։ Պետք է առնվազն ասեց thank you, շնորհակալություն, բայց ոչ թե խոսքով, այլ պիտի ցերկ մեկնես ու իրականացնես ինչ որ սոցիալական ծրագրեր, որ կապահովեն համապատասխան գեցություն, այսպես կամ զարգացում երկարատև ճանապարհի վրա, ու այստեղից է որ զարգանում է ավելի սոցիալական ծրագրերի իրականացման կապարախոսությունը։ Հեռահաղորդակցության հաջորդ մի քանի տարին ինչպես եք տեսնում, պարոն Գիրիկյան։ Հայաստանում ընդհանուր փաստացի շատ կարևոր գործոն է, հա մենք անդադ AI-ի զարգացման մասին ենք խոսում, բայց եթե սովորական մարդիկ չունենան հասանելիություն ինտերնետի միջոցով AI-ին, հա, ամբողջը իմաստ չի ունենում։ Իսկ
հաջորդ этаպը կամ շարունակական զարգացումը որ ուղղությամբ եք տեսնում նոր արարությունների մասով գուցե։ Այցեք մենք մեր ոլորտում միշտ ցկտում ենք դարի տարվա վրա գրանցել աճ, գրանցել զարգացում ցուցանիշների առումով։ Մենք ասելով ոլորտային փորձում ենք միշտ ներդրել եւ ներդրվել նոր տեխնոլոգիաներով միշտ զարգացնել ենթակառուցվածքը, որ ծառայի այլ ուրիշ ոլորտների եւ ենթավոլորտների։ Մենք կարողանում ենք կանխատեսել այսօրվա բարդ աշխարհում մի տարին ու երբեմն դժվար է մի տարին, բայց ցանկություն արտահայտել ռազմավարական շրջանակում ռազմավարություն գծելուց դե 5 տարի հետո որտեղ ուզում ենք հասնել, բայց դա ցանկություն է եւ ինքը չի կարող լինի իրականություն, որովհետեւ աշխարհը այնպիսի արագ փոխվում է, այնպիսի արագ փոփոխականներ են մուտչամտում առօրյա կյանքին, որ ուզենք չուզենք դրանք աստելու են ռազմավարության վրա նախադեսած, աստելու են բիզնես պլանի վրա նախադեսած ու աստելու են բյուջետի կատարողականի վրա, որը նախադեսված է այսինչ ցուցանիշներով ավարտել դարին։ Հետևաբար մի բան միշտ խոստումնալից է ու միշտ ասում է, որ տեխնոլոգիան անընդհատ զարգանալու է, անընդհատ մարդկայնության դանելու է թեպի ավելի լավ ու պայծառ ապակա, եթե մենք տեխնոլոգիան օգտագործենք դրական առումով, որովհետև տեխնոլոգիայի վատ կողմն ալ կա, կարող է օգտագործվի վատ առումով ու աստի բացասականորեն մարդկայնության այսպես շարունակականության վրա։ Դուք խոսեցիք, որ շատ արագ են փոփոխությունները տեղի ունենում, մի փոքր կուզենամ ապագայի կամ հաջորդ սերնդի կազմակերպությունների մասին խոսել։ Նախ մեզ դիտողների հետ, լսողների հետ կիսվեմ, որ մայիսի 21-ին տեղի է ունենալու Executive Offsite միջոցառում, հետաքրքիր ֆորմատ, որը իր շուրջն է համախմբելու ղեկավար օղակի մարդկանց, մասնագետներին Հայաստանից եւ արտերկրից, եւ որի ընթացքում քննարկելու ենք, թե ինչպիսի փոփոխություններ է կրում աշխարհը եւ դա ինչպես է ազդելու ապագայի կազմակերպությունների վրա, այսպես էլ անվանել ենք Building Next Generation of Organizations, կառուցելով հաջորդ սերնդի կազմակերպությունները։ Յուքոմը միացել է մեզ որպես համակազմակերպիչ եւ պարոն Գիրիկյանը նույնպես լինելու է որպես սպիկեր։ Պարոն Գիրիկյան, մի փոքր ուզում եմ խոսենք այդ գործոնների մասին, որոնք որ ազդելու են ապագայի։ Դե ապագան ասելով միշտ նկատենք, որ արդեն մենք փաստացի արդեն ապագայի մեջ ենք, հա, մենք եւ AI ու տեխնոլոգիաների մասով մեծ փոփոխություններ է կրում աշխարհը եւ գեոպոլիտիկ, քաղաքական ամեն բան, ամեն ինչ կարող է փոխվել եւ ֆինանսական շուկաները եւ ֆինանսների կառավարումը, ինչպես նաեւ ամենակարևորը ընկերությունների կառավարման մոդելները նույնպես մի փոքր ավելի դանդաղ, հա, բայց դա նույնպես կրում է փոփոխություններ։ Ուզում եմ մի փոքր կիսվեք նաեւ ձեր կարծիքով, ինչպես է որոնք են ամենակարևոր գործոնները, որոնք ազդելու են եւ որոնք ձևավորելու են կազմակերպությունները եւ ինչի վրա պետք է ղեկավարները ուշադրություն դարձնեն հաջողությունը շարունակելու, բազմապատկելու եւ ընկերությունները ավելի առաջ տանելու համար։ Նայած ղեկավարը որ փուլում իր կյանքում դարձել է ղեկավար։ Այստեղ փորձը շատ կարևոր է։ Եթե անփորձ ղեկավար է, ինքը պետք է շատ զգուշ լինի, ինքը ուշադիր պետք է լինի եւ ինքը պետք է խորհուրդներ հարցնի։ Իր թիմագիցներին պետք է հարցնի եւ ավակներին, որ ճանաչում է, որ անցել են կյանքի ճանապարհ, հատկապես կառավարման ճանապարհ հարցնի։ Կարող է ինքը որոշում, այսինքն արագի մեջ որոշում կայացնել պետք չի։ Խորհուրդ հարցնել, վերլուծել, մտածել, ոնց մենք ասում ենք 1000 անգամ չափե մի անգամ գդրի։ Այդ մոդեցումը մոտավորապես, որ կարողանա հաջողակ ինչ որ որոշումներ կայացնել։ Մյուս կողմից եւ որ սխալ ես անում, պետք է ընդունես սխալը։ Դա հատկություն է, որը շատ մարդկանց մոտ բացակայում է։ Պետք է ընդունես սխալը, ասես ներողություն, ես սխալվեցի։ Շատ ժամանակ թուլություն է դիտարկվում։ Չէ, ինքը թուլություն չէ, ընդհանրակը այն ղեկավարը, որ ընդունում է սխալը ու բոլորի արժև ու ասում է իմ սխալն է, ու այս սխալից սովորեցի ու եկեք մենք ալ բոլորը սովորենք, ինքը յուրահատուկ ղեկավար կհաշվի։ Մյուս կողմից այսօրվա աշխարհը այնպիսի զարգացում է ապրում, որ ցանկացած տեղություն կա բաց ինտերնետում։ Կարող եք այնտեղից բավական նյութեր ներբեռնել, կարդալ,
անձնական ուսուցողականության վրա աշխատենք, որ զարգացնենք մեր գիտելիքները, բայց դրանք գարտալուց մնում են միշտ theoretical։ Կիրառողականը կամ practical-ը կարևոր է, որ աշխատանքի միջավայրում միշտ ուշադիր լինել, թե ոնց կիրառել ճիշտը։ Էլի եմ ասում, խորտակցելով։ Այսօր շատերը համարում են, որ խորտակցելը սխալ է, ու ինքը իբրև ղեկավար, ինքը ամենաբանիմացն է։ Ոչ, ամենաբանիմաց ղեկավարը կլինի այն ղեկավարը, որ միշտ խորտակցում է, միշտ կարդում է, միշտ վերլուծում է, միշտ որոշ տվյալների մեջ խորանում է, ու դրանից հետո որոշում կայացնում է։ Ու ինքը պետք է դա իրեն, որ ինքը հասնի միտեղ, որ արդեն եւ որ տվյալը իր աչքի առջևից անցնում է կամ ծպտում է, ինքը հասկանում է դա ինչ է։ Ու դա գկա դարիներ հետո։ Օրինակ իմ կարիերայում ես սկիզբը շատ էի խորանում, որ ասում են մայկրո, շատ էի խորանում, մտնում էի մինչև ամենամանրուկը։ Ղեկավարման ոճի առումով։ Ղեկավարման ժամանակ ու դա ինձ օգնեց շատ բաներ հասկանամ ու բացահայտեմ։ Բայց հիմա իմ ոճս փոխվեց, այլևս մայկրո չեմ մտնում, որովհետև ես պետք է ներշնչեմ վստահություն ինձ զեկուցողներին, իրենք ալ դնորեններ են, իրենք ալ պետք է կիրառեն իրենց կարողությունները, իրենք ալ պետք է հասկանան, որ վստահվում է իրենց, որ կարողանան իրենց գործն անեն։ Այսինքն դա էլ ղեկավարման մոդեցումը, անգլերենով ասում են empower, ինչ որ որոշտեղ delegate ես անում, ինչ որ որոշտեղ հնարավորություն տալիս ես, որ իրենք ալ ստեղծագործեն ավելի ու ապացուցեն իրենց կարողությունները, որտեղ վերջում իրենց հաղթանակը մեր բոլորիս հաղթանակն է։ Իմ հաղթանակս բոլորի հաղթանակն է։ Իսկ ցախողում որտեղի ունենա, պետք է ղեկավարը վերցնե իր վրա։ Այլ չասե, որ դու վատ ես աշխատել, դու ես, դու ես, այդ ամենագոբից սխալներից կլինի։ Իսկ ընդհանուր առմամբ, եթե գործոնների տեսանկյունից նայենք, հա, բնականաբար ղեկավարի եւ հիմնական առաջնորդի դերը շատ չի փոխվելու փաստացի, գուցե այն առումով, որ պետք է ավելի ճկուն լինի ապագայի ղեկավարը, ավելի շատ բան կա սովորելու, ավելի արագ պետք է ադապտացվի, իսկ մի քանի այլ գործոն էլ կարող եք նշել, որոնք որ ազդելու են եւ կազմակերպությունները ընդհանուր, հա, ղեկավարների տնօրենների խորհրդից սկսած միջև թիմակիցներ պետք է անպայման դրա մասին տեղեկացված լինեն եւ այդ գործոնները ճանաչեն։ Կազմակերպության մեջ պետք է հաղորդակցությունը կամ խոսելը, communication-ը պետք է լինի բաց, պետք է լինի առավելագույնը տապանցիկ, պետք է որոշ ընթացքներից աշխատակազմը տեղյակ լինի։ Դե կա մոդեցում, որը կախնի են բահում մինչև վերջին ոչ թե րոպեն վարգյանը, դա էլ մոդեցում է, բայց ես կողմ եմ, որ ավելի բաց լինել, ավելի խոսել, ավելի քննարկել, միշտ կոլեգիալ քննարկումներ տեղի ունենա, ուրիշն էլ ունենա հնարավորություն, որ իր կարծիքը ներկայացնի։ Մյուս կողմից էլ ընկերությունում կամ կազմակերպությունում պետք է լինի ինչ-որ մի գաղափարախոսություն, մի փիլիսոփայություն, որի շուրջ կհավաքվի աշխատակազմը։ Արժեքներն են դրանք արժեքային համակարգն չէ։ Այս ամեն ինչը պետք է կառուցվի ու հենվի արժեհամակարգի վրա, որ արժեհամակարգերը կներկայացնեն այն հենասյուները, որի վրա նստելու է այդ ծանր ընտանիքը։ Այսօր ընկերությունը ինչքան մեծանում է, ինչքան ինքը ծանրանում է, որովհետև աշխատանքային ընթացակարգեր կան, ինչ որ այնտեղ կանոնակարգեր կան, մի քիչ ավելի բարդացնում աշխարհժվել։ Ինչքան մեծ, այնքան պետք է նստի այդ արժեհամակարգի վրա, որոնք ամուր հենասյուներ են, որ պաշտպանեց հանգացած ծնծումներից։ Մյուս կողմից այս գաղափարախոսությունը, ապագայի հանդեպ տեսլականը, կամ տեսիլքը, ռազմավարությունը ուր է դանելու, ինչ ենք սպասում, ինչ է ակնկալվում, ուր ուզում ենք հասնենք, այս բոլորը պետք է գիսվի աշխատակազմի հետ, որ աշխատակազմն էլ հասկանա, որ կա նպատակ։ Այո, բոլորս մի ուղղությամբ ենք։ Այս ընկերությունը ուզում է գնա հասնի այնտեղ, կարող է ինքը չի գիսում այս նպատակը, հետևաբար ինքը դուրս կգա, կամ կարող է գիսում, դա իրեն ավելի մոտիվացիա է ստեղծում ու լիցքավորում է իրեն ու համախմբվում են այս գաղափարախոսությունների, փիլիսոփայությունների, տեսիլքների, տեսլականների շուրջ ու գնում են առաջ։ Ու այս պետք է սկսի ամենավերևից։
Իշնելու է մագարտակ, արմագարտակ ու դարածվի կազմակերպությունից ներս։ Շատ հետաքրքիր է եւ երբ մտածում ես, որ ապագայի ընկերությունները, կազմակերպությունները ավելի շատ ազդվելու են եւ ավելի շատ որոշումներ եւ այլն կայացվելու է տեխնոլոգիաների ու աշխարհակաղակական իրավիճակի կոնտեքստում, հետո երբ որ մի փոքր իջնում ես ներքև, հասկանում ես, որ ամեն դեպքում կազմակերպության հիմքում մարդիկ են լինելու եւ մարդկանց հետ բաց ու ճիշտ կոմունիկացիան թերևս ամենակարևորներից է լինելու։ Պարոն Գիրիկյան, կառավարել եք նաեւ փոքր թիմեր, առաջնորդել եք փոքր թիմեր։ Հիմա Բյուկոմ բավականին մեծ ընկերություն է, որն է ամենամեծ տարբերությունը՝ մեծ ընկերություն եւ փոքր ընկերություն ղեկավարել։ Արդյոք կա տարբերություն։ Այո։ Ղեկավարի փոքր թիմը ավելի արագ է շարժվում։ Եվ որ 3, 5, 10 հոգով եք, կարծիք հարցնելը, քննարկել, որոշում կայացնելը շատ ավելի հեշտ է։ Եվ որ գնում եք, անցնում եք ավելի մեծ ընկերության ու հատկապես եւ որ այնտեղ ինստիտուցիոնալ գառույցը այնպեսին է, որ անպայման դնորենների խորհուրդն ալ պետք է ներգրավված լինի ինչ որ մի ընթացքների մեջ, այնտեղ ժամանակ է տանում։ Ու այնտեղ ուշանում է որոշումը երբեմն։ Ու ինչքան մեծանում է, ճիշտ է, լավ է հնչում ականջին institutional, corporate, institutional, բայց ինքը ավելի ժամանակատար է, որտեղ այնտեղ process-ների բյուրոկրատիա կա։ Ու փախուստ չկա դրանից, ինչքան մեծանում է, ինչքան ինքը governance-ը կամ կառավարչականը ինքը ստիպում է, որ այդ ճանապարհով գնալը։ Բայց եւ որ փոքր ես, ճկուն ես, արագ, այսպես կարող ես որոշում կայացնել ու շարժվել, բայց փոքրի ժամանակ պատասխանատվությունները քիչ են լինում։ Մեծի ժամանակ հնարավորությունները շատ են, պատասխանատվությունները շատ ավելի մեծ են ու խոշոր են, ու խոշորի ժամանակ սխալը արժի ավելի շատ, քան սխալը, որ փոքրի ժամանակ կարող ես սխալ անել, ոչինչ, լավ, անցնում ենք առաջ, մեծի ժամանակ հետևողականություն, վերահաշվարկներ, ինչի էսպես, ինչի այդպես, դա մի քիչ տանջում է։ Եվ սխալն էլ ակնհայտ չի, չէ՞, մի կողմից դա կարող է սխալ լինի, շատ որոշումներ ենք տեսել պատմության մեջ։ Փոքրի ժամանակ մարսում ես, անցնում ես արագ, չես ալ ըսկում։ Մեծի ժամանակ երբեմն դժվար մարսելի է լինում, հատկապես եւ որ ֆինանսական կորուստներ ա լինում։ Իսկ ձեր անցումը փոքրից մեծ այտենց միանգամից է եղել, թե կամաց աճել է ընկերությունը, դուք էլ իր հետ, թե այտենց կտրուկ է եղել աճը, այսինքն մի օր ունեցել եք թիմակիցներ 25, Իմ կարիերայի ժամանակ սկսել եմ փոքրից, վերջը միջինից ու վերջը միանգամից ընկել եմ մեծ։ Հա, միանգամից չի եղել։ Մեկ լինում է միանգամից եւ այդ շատ դժվար է, որ միանգամից որ լինում է շատ դժվար է, որովհետեւ փորձի պակաս է լինում։ Եվ ասեմ, ով ասեց, որ ես իմ կարիերայում սխալներ չեմ արել, այդ սխալներից սովորել եմ, այստեղ յուրաքանչյուր ղեկավար չպիտի վախենա, չպիտի հետ քայլ անի, միշտ պիտի ինքը համագերբվի այն կապարի հետ, որ ճանապարհի ընթացքում լինում են սխալներ, կարևորը ընդունենք սխալները, սովորենք այն սխալներից ու շարունակենք մեր ճանապարհը, որտեղ կյանքը լինի անձնական կյանքում, լինի աշխատանքային կյանքում, learning curve-ը։ Այո։ Մենք միշտ սովորում ենք ու այդ սովորելու վրա ենք, որ մենք զարգանում ենք։ Եվ կուզենամ ամփոփենք ու խորհուրդներով կիսվեք երիտասարդ ղեկավարների հետ, որոնք արդեն թիմեր, գուցե նաև ընկերություններ են ղեկավարում, բայց նոր են սկսում իրենց կարիերան որպես տնօրեն, որպես ղեկավար, որպես առաջնորդ, ինչ խորհուրդ կտայի։ Գուցե տենց 3 ամենակարևոր խորհուրդը արդեն նշեցիք եւ ինչքան կարևոր է սեփական սխալներն ընդունել եւ դա շատ հաճախ նաև անել հրապարակային, հա, աշխատակիցների մոտ նույնպես, էլ ինչ խորհուրդ կտաք, պարոն Գիրիկյան, ամենակարևոր 3 կետերը, որ օրինակ ձեզ օգնել են, որտեղ հիմա շատերը նայում են եւ շատ կուզենան մի օր ձեր տեղում լինեն։ Դուք ամենահարգված եւ փորձառու ղեկավարներից եք Հայաստանի, կոնկրետ մեծ ընկերության ղեկավար, եթե դիտարկենք, հա։ Ես կասեի հետեւյալը, եւ որ դառնում ենք ղեկավար, մեր խելքը չպիտի կորսնցի։ Այդպես լինում է։ Այսինքն մարդկային կորձոնը պետք է մնա, որտեղ վերջավորության մարդ ենք։ Ղեկավար ես, կամ հավաքարար ես, կամ վարորդ ես, մարդ ես։ Ու ես չպիտի մոռանամ եկը։ Մենք հավասար պետք է նայենք իրար։
մենք տարբերվում ենք մեր աշխատանքային պատասխանատվություններով։ Ինչ կա ղեկավարի ուսին վրա, նույնը չէ ինչ կա հավաքարարի ուսի վրա, բայց վերջավորության մարդկային տեսանկյունից հավասար ենք։ Ու դա մենք երբևիցե չի պիտի մոռանանք։ Երկրորդը միշտ պետք է մնալ բարձ ու հասարակ։ Խելքը գործընկնելով արդեն կտերը կհասնի, չգիտեմ որտեղ, դա սխալ մոտեցում է։ Ղեկավարը կամ ղեկավարելը նշանակում է լինել հասկացող, դրության մեջ մտնող, լինել ըմբռնող, լինել խորտակցող, լինել քննադող, լինել սխալի ընդունող, սխալից սովորել, ի օգուտ հավաքականի, ի օգուտ ընդհանուր միջավայրի կամ գազམ་եկերպությանը։ Երրորդը ղեկավարել օրինակով, այսինքն եւ որ մի բան է որոշվում ընկերությունում, սկսել գիրառել առաջինը կողորա, որ բոլորը տեսնեն, հավատան եւ համախմբվեն այս մտքի շուրջ կամ կապարի շուրջ։ Բայց եթե մի բան որոշվում է, ու ստիպում ես աշխատակազմին, ու դու ես հերույ ես պահում, ոչ մեկը չի հետևելու ու չի հավատալու։ Այստեղից է որ կարող ես ընտրել այն ճանապարհը, որ կստեղծի հարկանք, ու հարկանքը կբերի այս ամեն ինչը, կամ կստեղծես վախ, ու վախի մթնոլորտը ցույց կտա, որ հարկում են, բայց իրականությունում չեն հարկում, վախում են։ Ու քեզ պետք չի, որ վախի մթնոլորտ ունենաս քո աշխատանքային կորպորատիվ մշակույթում, այլ պետք է լինի հարկալից, հարկանքի միջավայր, ու էլի այստեղ մտնում է ու աշխատում է արժե համակարգը։ Այն արժեքները, որոնք հիմքեր կդառնան, որի վրա կկարողանաս կառուցել այս բոլոր փիլիսոփայությունը։ Շատ շնորհակալություն պարոն Գիրիկյան։ Եթե մենք 1 տարի կամ 2 տարի հետո էլի հանդիպեինք եւ նման հարցազրույց ունենայինք, ինչից կցանկանայիք որ խոսենք, ինչ նորությունից, ինչ առաջընթացից, գուցե Հայաստանում կատարվող ինչ-որ կարևոր լավ բանից։ Չեմ կարող հիմա հստակ ասել, բայց ես միշտ պատրաստ եմ ու այն մարդկանցից եմ, որ հավատում եմ, եթե ունես փորձ, պետք է սովորացնես քեզանից փոքր սերունդին, երիտասարդ սերունդին, գրծեր սերունդին, այսպես ասած, որովհետև եթե դու քեզ համարում ես ավակ կամ ավակ սերունդից, ուրեմն հարուստ փորձ ունես, այդ փորձը ոնց որ շիշի մեջ լցնում ես ու փակում ես, դա սխալ է։ Պետք է բաց լինես, փոխանցես, սովորացնես, որովհետև իրենք են ապահովելու շարունակականությունը որոշ ժամանակ հետո ավակ սերունդը նստելու է մի կողմ։ Հոգնելու է, ի վիճակի չի լինելու, կյանքը ավելի կդժվարանա, կծանրանա իրենց առջև, տարիքային, հավեսի, էներգիայի առումով։ Դրա համար շատ կարևոր է միշտ փոխանցել երիտասարդներին գիտելիքներն ու պատմել ու ցույց տալ, թե ինչ ճանապարհ եւ ինչպես ճիշտ կլինի որ ճանապարհով գնալը, ու դրան ես միշտ պատրաստ եմ։ Շատ լավ։ Շատ շնորհակալ եմ պարոն Գիրիկյան, շատ հետաքրքիր բաց անկեղծ զրույցի համար եւ մաղթում եմ նորանոր մեծ հաջողություններ Յուքոմին, ձեզ ոլորտին նույնպես, որովհետև այսօր շատ ակնհայտ էր, որ դուք ոլորտի ջատագովն եք, այսինքն դուք ընդհանուր զարգացումը տեսնում եք ոչ միայն ձեր ղեկավարած ընկերության, այլ նաև ընդհանուր ոլորտի զարգացմանը, նորանոր մրցանակներ, որոնք որ ցույց կտան, թե այսպես ասած կհավաստեն այն առաջընթացը, որի համար որ դուք եւ Յուքոմի թիմը աշխատում եք։ Անչափ ուրախ եմ, որ ունենք Յուքոմի նման գործընկեր եւ ձեր նման գործընկեր, այսքանը շատ շնորհակալություն ձեզ ժամանակի համար։ Շնորհակալ եմ նաեւ ձեզ մեզ լսելու եւ դիտելու համար, եւ եթե հավանում եք այն բովանդակությունը, որը մենք ստեղծում ենք, եւ ցանկանում եք, որ շարունակենք ստեղծել, անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին։ Չմոռանաք սեղմել զանգակին, որպեսզի տեղեկանաք, երբ կունենանք նոր նյութեր։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ podcast-ին։